Բարի լույս բոլորին։ Երբեմն մարդիկ հարցնում են, եթե մարդը պիտի սովորի տեղական լեզուն, եթե ապրում է այս երկրում։ Օրինակ, գիտեք, որ շատ ռուսներ, ուկրաինցիներ եւ հրեաներ ապրում են այսօրվա ժամանակներում Երևանում եւ Հայաստանի ուրիշ քաղաքներում։ Եվ նրանք ապրում են այնտեղ արդեն 3 տարի, 4 տարի, 2 տարի, բայց հայերեն չեն խոսում եւ ինձ հարցնում են, եթե այս մարդիկ պիտի սովորեն հայերենը։ Ես կարծում եմ, որ եթե ինչ որ մարդը ապրում է ինչ որ երկրում, ցանկացած երկրում, մի տարվա ավելի եւ կարեւոր չի, եթե դա Հայաստան է, Վրաստան է, Ադրբեջան է, Թուրքիան, Լեհաստանը, Իսպանիա, Իսրայել, կարևոր չի, եթե մարդը ապրում է այս երկրում շատ ժամանակ, եւ շատ ժամանակը դա մի տարվա ավելի, ես կարծում եմ, որ այս մարդը պիտի փորձի սովորել տեղային լեզունը։ Ես չեմ ասում պիտի սովորի լրիվ ընդհանրապես այս լեզուն, բայց պիտի փորձես սովորել այս լեզուն, քանի որ եթե դու ապրում ես այս երկրում, եթե դու օգտագործում ես այս երկրի մշակույթով, պատմությունով, եթե դու շփվում ես ամեն օր այս մարդկանց հետ, ես կարծում եմ դու պիտի փորձես սովորել նրան լեզուն, հատկապես հայերենը, քանի որ հայերենը շատ հետաքրքիր ու շատ հին լեզու է, շատ հատուկ լեզու է, շատ գեղեցիկ լեզու է, հատկապես որովհետև հայերը, որոնք ապրում են Ռուսաստանում, Ֆրանսիայում, հայերը խոսում են ռուսերենով, ֆրանսերենով, հայերը սովորում են մեր լեզուն։ Դրա համար ինչու մենք չենք կարող սովորել հայերի լեզուն։ Դու կարող ես ասել, որ Հայաստանը սովետական ռեսպուբլիկա է եղել, չէ, այսօր Հայաստանը ոչ մի սովետական ռեսպուբլիկան չի։ Այսօր Հայաստանը անկախ է եւ սովետների ինչ որ մի կապ չունի։ Դա նշանակում է, որ եթե դուք ուզում եք, դուք կարող եք սովորել այս հայերեն լեզուն, այո, շատ դժվար է, այո, շատ հատուկ է, բայց նույն ժամանակ հայերենը նույն լեզվաբանական ընտանիքի անգլերենի, գերմաներենի, իսպաներենի եւ պարսկների մի ընտանիքում, դրա համար կարելի է, հնարավոր է։ Շնորհակալություն եւ ամենայն բարեկներ։